Ես ախպեր ես։ Արի, հայրիկը քեզ սպասում է։ Ինչ էր եղել, որ տուն գնացիր։ Ոչ մի կարևոր բան։ Ես գաղտնիքներ չեմ սիրում։ Ու հատկապես տանել չեմ կարողանում այն մարդկանց սուտը, ում ընդունում եմ։ Հասկացի, Սեմ, փորձելով փրկել եղբորդ, դու կարող ես նրա մահվան պատճառը դառնալ։ Քեզ թվում է, հայրդ չէր կարող միանգամից վերացնել Զորաբին, բայց նա լռել է, որ ձեզ պաշտպանի, որովհետև լռելը լավագույն տարբերակն է։ Օտարնից գա քեզ, Սեմ։ Նստեք։ Նստի ախպեր ես, նստի։ Այսօր կարևոր հանդիպում ա լինելու։ Դու պետք է ներկա լինես։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Լավ։ Լավ հայրիկ։ Լավ հայրիկ։ Ես ուզում եմ քեզ ծանոթացնել մեր նոր գործընկերոջ հետ, Հովսեփ Դիլանյանն է։ Ինքը համագործակցության համար շատ լավ պայմաններ է առաջարկում։ Իր ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ ու ոչ միայն։ Ինձ թվում է շատ լավ առաջարկ է մեր համար։ Կանչի թողը։ Հովսեփ, եկեք։ Բարով ձեզ։ Բարև ձեզ։ Մեր կազմակերպությունը զբաղվում է գումարի, թմրյան նյութերի, նույնիսկ մարդկանց տեղափոխությունով։ Իմ ընկերությունը ունի հնարավորություններ, որոնց մասին ուրիշները կարող են միայն երազել։ Մենք չենք վախենում ոչ ոստիկանությունից, ոչ ստուգումներից։ Դուք շատ ինքնավստահ եք, պարոն։ Իսկ ես չափազանց զգույշ իմ գործերի մեջ։ Հեռացեք։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ եք գործում։ Հեռացեք, պարոն։ Ինձ նման առաջարկներ պետք չեն։ Դու ինձ ընդհանրապես չես վստահում, չէ, հայրիկ։ Ես միշտ փորձել եմ քեզ օգնեմ, բայց դու ինձ բացարձակ չես լսում։ Ու ես ստիպված չեմ համակերպվեմ քո որոշումների հետ, որովհետև դու ինձ չես վստահում։ Գնա հետևից։ Լավ։ Հետո ոնց ծանոթացաք վա։ Հոդվածներիս համար նկարներ էին նկարում։ Ամբողջ նկարներս ջնջեց պատկերացնում ես։ Բա հետո։ Դա հետո երևի մեղքերը քավելու համար իր հետ տարավ ինձ գործի։ Ինչ գու։ Իրավ։ Ինչ կա, ոնց եք։ Լավ ենք տղաս։ Ցուրտ չի։ Դինամ փիվը։ Բա ինչ է։ Ինչ է եղել, ինչ եք մտածբախ։ Չգիտեմ։ Տղաս հիմա երևի քո տարիքին կլիներ։ Քեզ պես ժիրեր։ Հաճախ մտածում եմ իր մասին։ Որ ասում են մահացել է, չեմ կարողանում հավատալ։ Ես գում եմ ինքը ինչ-որ մի տեղ ես աշխարհում կա։
Գուցե մոտակայքում, բայց կա։ Իմ տղան ողջ է, ես գիտեմ։ Ես դες հասկանում եմ։ Երբեմն այս աշխարհը խլում է մեզնից այն ամենը, ինչը մենք շատ ենք սիրում։ Ու մենք կարճում ենք այդ զգացմունքից։ Դրանք դառնում են մեր ուղեցույցը։ Ճիշտ ես տղաս։ Երևի։ Բարև ձեզ։ Բարև տղաս։ Շատ եմ ցավում, հայրդ շատ լավ մարդ էր։ Շնորհակալություն։ Մենք պետք է խոսենք։ Հանգիստ խոսիր տղաս։ Մյուս ամսվանից ամսավճարը 3 անգամ ավել կլինի։ Ինչքան 3 անգամ ավել։ Իմ հորդ պայմանավորված գինը շուտվանից էլ շուկայում չկա։ Սեմ, քո ասած անուն ազգանունով ոչ ոք նման բեռնափոխադրումներով չի զբաղվում։ Լավ, կզանգեմ ես։ Ինչ ես հայրիկից թաքուն գործարքների մեջ։ Ինքը ինձ ես թակուն ոչինչ չի արել։ Ներս եկեք։ Տիկին Մարիամ, այդ որոշումը փոփոխման ենթակա չի։ Բայց ես չեմ կարող 3 անգամ ավել վճարել, տղաս։ Դա արդեն ձեր խնդիրն է, Տիկին Մարիամ։ Այդ ի՞նչ ձև ես խոսում ես կնոջ հետ։ Դու չես հասկանում, որ այս սրճարանի մեջ այս կինը իր սիրտն ու հոգին է դրել։ Ու դու քո ագահության համար հիմա եկել ուզում ես փագես այս սրճարանը։ Օրենք գոյություն ունի, գիտես։ Դու 3 անգամ չես կարող ավելացնես գինը։ Օրենք կա, բայց Տիկին Մարիամն ու իմ հերը պարունակի չեն կնքել։ Այդ օրենքը ձեզ չի օգնի։ Ես իմ ասածը ասացի, դուք որոշեք ինչ եք անում։ Նստի, մի բան կմտածենք, նստի։ Ես չեմ սիրում, որ մարդիկ ինձ հետ կեղտոտ խաղեր են խաղում։ Մենք բոլորս տեղ գործով ենք։ Իսկ եթե մեկը որոշի չափն անցնի, դու գիտես ինչ է կատարվում։ Միլա, դու գիտեիր, որ գործընկերդ ոստիկան է։ Ինչ անեմ, շեֆ։ Ոչ մի բան սպասել է։ Սեմ, աշխարհը բաժանված է հարց տվողների եւ նրանց պատասխանողների միջև։ Ուղղակի առաջինները երկու հնարավորություն ունեն. հավատալ կամ չհավատալ։ Ոստիկանները իրենց միշտ խելացի են համարում։ Կարծում են, որ իրենց հարցերը ծուղակ են, իսկ պատասխանները դրանց բանալին։ Բայց դա ընդհանրապես պատրանք է։ Օրինակ հիմա ոնց բարձենք, ոստիկանա թե չէ։ Դե կարելի է իրան հարցնել ինչի համար եկել ստեղ, կամ ով է ուղարկել։ Ինչ միամտություն։ Կարծես ով ես։ Նա քեզ կասի ոչ ոք։ Դու կարծես ինչու ես ստեղ։ Ով է քեզ ուղարկել։ Նա քեզ 100 հեքիաթ կպատմի։ Հիշի Սեմ։ Ճշմարտությունը խոսքերի մեջ չի, այլ գործողությունների մեջ։ Եթե մեջդ մի փոքր կասկածի նշում կա, կրակի գլխից։ Նիկո։ Կրակի, որ հանգիստ քնես։
Մայիսի 17-ին Մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը։ Ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայերի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818-418-1111 Cool Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ Մեր թիմը պատրաստ է պայքարել ձեզ համար, ապահովելով լավագույն արդյունքը եւ լավագույն փոխհատուցումը։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Law Firm Wonderland Flowers, որտեղ ծաղիկները միշտ պատրաստ են արտահայտելու ձեր սերը, շնորհակալությունը եւ ուրախությունը։ 7 օր, 24 ժամ։ Մենք առաջարկում ենք թարմ եւ որակյալ ծաղիկներ մատչելի գներով ցանկացած առիթի համար։ Wonderland Flowers, բարերի փոխարեն։ US Car US Car-ում մենք առաջարկում ենք նոր եւ օգտագործված մեքենաների լայն ընտրանի, ձեր ոճին, գրպանին եւ կարիքներին համապատասխան։ Ֆինանսավորման ճկուն տարբերակների, փորձագիտական խորհրդատվության եւ գերազանց գործարքների շնորհիվ յուրաքանչյուրի համար մեքենա գտնելն ու ձեռք բերելը երբեք այսքան հեշտ չի եղել։ US Car, դուք ոտքով եկեք, մենք ձեզ ձեր մեքենայով կճանապարհենք։ Eagle Electric Supply, ձեր վստահելի աղբյուրը որակյալ էլեկտրամատակարարման համար։ Հզորացրեք ձեր նախագծերը բարձրորակ էլեկտրամատակարարման մեր լայն տեսականիով։ Հաղորդալարերից մինչև լուսավորության ժամանակակից լուծումներ։ Մենք տրամադրում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ցանկացած աշխատանք կատարելու համար, մեծ կամ փոքր։ Հուսալի արտադրանք, մատչելի գներ, փորձագիտական աջակցություն։ Eagle Electric Supply Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։
Ձեռը կառնում։ Այս հատրճանակը լիցքավորված չի։ Հնարավոր չի, ստուգել եմ։ Ես ճանապարհին տեսա, ոնց Միքոն լիցքավորեց 2 անգամ այս հատրճանակը, իսկ այդ դեպքում փամփուշտը դուրս է գալիս մեջից։ Այ ոնց հիմա։ Սա ուղղակի թեստ էր։ Մենք ուզում էինք պարզել, ինչքան ոստիկան է մնացել մեջդ։ Արի, ես քեզ կծանոթացնեմ մեկի հետ։ Հետդ կատականել չի լինում։ Ոնց ես։ Ինձ տուն տա։ Փախել էիր, հա։ Դե հիմա վայելի ազատությունը։ Արես։ Արի տղաս։ Արեսը իմ անտեսանելի սուրն է։ Ամեն մարդը բախտ չի վիճակվում տեսնել նրան։ Եվ ճիշտը դա է, որովհետև ստվերից եկած հարվածներն են ամենաազդեցիկը։ Սեմը մեր լավ բարեկամն է։ Նա անցել է փորձությունը, մեն էլ ոնց է անցել։ Ես ուզում եմ, որ միասին աշխատեք։ Ինչպես կանենես հայրիկ։ Ապրես։ Գնա հանգստացի տղաս։ Լավ հայրիկ։ Հաջողություն։ Միշտ է սենց հանկարծակի հայտնվում։ Միշտ չէ, միայն հիմա ու մենակ քո հետ։ Ես ֆիլաթեստի մի մաս։ Չէ, Սեմ, ես թեստ չի։ Գիտես ինձ մեկ-մեկ թվում է, որ քեզ դուր է գալ ինձ լարվածության մեջ պահելը։ Դե դու հավանաբար սովոր ես, որ ամեն ինչ քո շուրջը խաղա։
Հանելուկներ, թակարդներ, պատասխաններ։ Բայց ամեն ինչ չի, որ պատասխան ունի։ Օրինակ, Դե օրինակ են, թե ոնց ես հիմա ինձ նայում։ վտանգավոր ես փաստորեն։ Վտանգավոր։ Մի հատ շուրջս կնայես։ Իհարկե։ Ինչ ես տենց ինքնավստահ։ Չեմ շղթի։ Լավ, եթե թեստ չի, բա ինչա։ Մի պահ։ Քշի։ Ուր։ Լավ տեղ։ Գիտես Տիկին Մարիամի հայացքը չեմ կարող։ Չգիտեմ ինչով կարամ օգնեմ, չգիտեմ ինչով օգնեմ։ Դու իսկապես ուզում ես Տիկին Մարիամին օգնել, թե ինչ որ մեկի ուշադրությունն ես ուզում գրավել։ Նայ, եթե ինչ որ մեկի ուշադրություն ուզենայի գրավեի, օրինակ չգիտեմ, այդ քաղաքի ամենաբարձր շենքի վրա իր անունը կգրեի։ Կանեի։ Հա, ինչի՞ չի անի, կամ էլ այսպես ուղիղ աչքերի մեջ կնայի ու կասեի ինչ որ կա։ Դու իմ հարցին չպատասխանեցիր։ Իսկապես ուզում ես Տիկին Մարիամին օգնել։ Հա, որովհետև իր դեմքից երևում է, որ ինքը շատ տառապած ու տանջված կին է։ Ու հիմա ինչ որ բանով ուզում եմ օգնեմ, բայց չգիտեմ ինչով։ Լուրջ։ Օ, գիտես, ստեղ մի հատ տեղ գիտեմ, որ աշխարհի ամենահամով սուրճն է գալիս, կարող գնանք։ Լավ, չափազանցնում ես աշխարհի ամենահամով սուրճը։ Լուրջ եմ ասում, արի գնանք փորձի կասես։ Հա, գնանք։ Լավ։ Գնացինք։ Գնացինք։ Ես այստեղ միշտ մենակ էի գալիս։ Երբեք ոչ մեկին այստեղ չեմ բերել։ Բա ինչի՞ եմ ես արժանացել այդ պատվին։ Երբ ես անձեռոցիկներ վաճառող փոքր աղջիկ էի, նա ինձ այստեղ տեսավ։ Հայրս։ Զոհրաբը։ Նա ինձ տարավ իր հետ։ Ինձ կրթություն տվեց, խնամեց, սիրեց ինձ։ Ես քեզ այսօր բերել եմ այստեղ, որովհետև քո կյանքն էլ է փոխվել։ Գուցե դու դա դեռ չես նկատում։ Հայրիկը ատամներով պահում է այն մարդկանց, ում սիրում է։ Ինքը շատ լավ մարդ է։ Ինչի՞ համար դու չես կարող նորմալ մարդ լինես, Միլան։ Ինչի՞ համար դու չունես ընկերներ, ծանոթներ։ Ի վերջո ինչի՞ համար ես եկել ստեղ զորաբի մարդկանցից մեկի հետ, այլ ոչ քո ծանոթների կամ ընկերների։ Գուցե դու ճիշտ ես։ Գուցե ես պարզապես մաֆիայի իրավաբան եմ, բայց նա իմ հայրն է։ Ինձ չսխափի։ Դու իր համար ուղղակի գործիք ես։ Ստվեր։ Նենց որ մի խափի ոչ քեզ, ոչ էլ ինձ։ Դու ճիշտ ես։ Երբեմն անհրաժեշտ են գործիքներ աշխարհում ինչ-որ մի բան փոխելու համար։ Ու ես գիտեմ ինչպես փոխել քո կյանքը։
Քո կարծիքով դու կփոխես ինձ, հա? Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայրի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Այկնիկ, իրիկունը խաչիկը, վաչիկը, հրաչիկն ու քաջիկն են գալիս մեր տուն։ Աչքս լույս, մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քյաբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալմոն։ Ուխ, դեզանգիր։ 707-777-77-71 Vivaldi Catering ծառայություն։ Խնայիր եւ վայելիր։ Gigi Swan Ranch, փոքրիկ աշխարհ մեծ ժպիտների համար։ Բացահայտեք կախարդական մի վայր, որտեղ երեխաները կարող են խաղալ, ծիծաղել եւ շփվել իրենց սիրելի կենդանիների հետ։ Մեզ մոտ ամեն միջոցառում վերածվում է հեքիաթի։ Մեզ մոտ կարող եք տոնել ծննդյան օրեր, մկրտություններ եւ մանկական ուրախ այլ միջոցառումներ։ Որպեսզի ձեր օրը լինի բացառիկ, խնդրում ենք նախապես ամրագրել միջոցառման օրը։ Տեղերը սահմանափակ են եւ յուրաքանչյուրը սիրով պատրաստվում է հենց ձեր փոքրիկի համար։ Armeco Food, հայկական արևի ամենաքաղցր պահերը, ծիրաններ Արարատյան դաշտից, սալորներ արևահամ այգիներից, խնձոր ու տանձ մեր հողից, մեր հոգուց։ Armeco Food-ի չրերը 100% բնական են, առանց շաքարի, առանց հավելումների։ Միայն մաքուր մրգեր, չորացված արևի ջերմությամբ, համ որ աճել է մեր հողի վրա։ Armeco Food, Հայաստանի համը Միացյալ Նահանգներում։ Այգոյան, ձեր տոմսը դեպի աշխարհ։ Վթար եղավ եւ ձեր մեքենան վնասվեց, գիտենք, դա նյարդայնացնող է, բայց մենք հենց դրա համար ենք այստեղ։ Pristine Auto Collision-ում չկան բարդ խոսքեր ու անհասկանալի պայմաններ։ Կապտվում եք մեզ հետ, մենք տեսնում ենք ինչ է պետք անել ու սկսում ենք գործը։ Ուղղում ենք քերծվածքները, հարթում դռները, նորից ներկում ու փայլեցնում։ Ապահովագրական հարցեր կան, հա, դրանում էլ կօգնենք։ Արդյունքը մաքուր աշխատանք առանց քաշքշուկի։ Pristine Auto Collision Maze Restoration, վերականգնում արագ ու վստահելի։ Maze Restoration-ը մասնագիտացած է ջրի, կրակի, մոլդի, կոյուղու եւ այլ վնասների վերացման գործում։ Մեր փորձառու մասնագետները արագ եւ որակով մաքրում ու վերականգնում են ձեր գույքը, այն վերադարձնելով իր նախնական վիճակին։ Մենք կատարում ենք նաեւ մանսարդի եւ հիմքի տարածքների մաքրում, կանխելով խոնավության եւ մոլդի տարածումը։ Ձեր արժեքավոր իրերը կարող ենք պահել անվտանգ, հատուկ պայմաններում։ Վստահեք Maze Restoration-ին ձեր տունն ու գույքը պաշտպանելու համար։
Բայց խոստացան, որ պետք է տանես էլ, որտեղ ամենահամով սուրճ կա։ Աշխարհի ամենահամով սուրճին տանն են պատրաստում։ Բայց շատ խորահանք ես, Միկա։ Հնակությունը պարզապես ցույց տալու միջոց է, որ ես քեզ կարող եմ տալ ավելին, քան պարզապես սուրճ պատրաստելը։ Միկա։ Իսկ ինչ կա հոտամ իրերը սենց քիչ։ Որովհետև մեզ փոքր ժամանակ ստիպում էին, որ հումորացականություն անենք։ Լավ էլի Միկա վերջացրու։ Հա լուրջ եմ ասում։ Ես փողոցում անձեռոցիկ էի վաճառում։ Լավ էլի։ Բայց հետո մենք փախանք։ Հենց այդ երեկոն ուզ գտա։ Ներքնակը վերցրեցինք ու փախանք, որովհետև մեր միակ ձեռքբերումը չէինք կարող թողնել։ Բայց մենք բռնվեցինք։ Այդ օրվանից հետո ես հասկացա, որ պահով ոչինչ պետք չէ։ Մենք կարող ենք ամեն ինչ կորցնել մի վայրկյանում։ Այդ օրվանից ես շատ իրեր չեմ պահում, ես ինչ չեմ կարող թույլ տալ նորից կորցնել։ Այսինքն ես ոնց հասկացել դու քո կյանք թողում ես այն ամեն ինչի, ինչը որ կարող ես հանգիստ թողնել ու գնալ։ Ու ես էլ եմ այդ շարքին պատկանում։ Կարա լինի։ Ի վերջո մենք բոլորս էլ ինչ-որ բան կորցնում ենք։ Բայց կարևորը այն է, թե ինչ եմ անում։ Իսկ քեզ ինչ կմնա Միկա։ Չգիտեմ։ Երևի քո հետ կարողանամ պարզել։ Կներես, բայց ես չեմ կարող այդ իրերից մեկը լինել։ Ալո։ Ինչ կա։ Մհերը անդադար փոխում է հասցեն։ Պետք է հետևենք իրան։ Արդեն արվում է։ Հասցեն ուղարկելուց պահից իմ մարդիկ դարձել են մհերից տվերը։ Երբ ենք ավարտին հասցնելու։ Հարմար պահի ենք սպասում։ Իսկ ում եք հանձնարարելու։ Սեմին։ Ինչի այդքան վստահում եք։ Եթե տեսներ ինչպես պահեց իրեն այսօր, այդ հարցը չէիր տա։ Ինչ եղավ։ Ես շատ լավ գիտեմ այս ծիծաղը, հայրիկ։ Դու ծիծաղում ես միայն այն ժամանակ, երբ չափազանց ուրախ ես։ Բայց գիտես չէ, հայրիկ, իմ համար շատ դժվար էր մհերի մասին տեղեկություն իմանալը։ Ինչու՞։ Ալբերտը ինձնից գաղտնիքներ ունի։ Լավ չի, որ դեռ քեզ լիովին չի վստահում։ Դե տենց է դուրս գալի։ Ուրեմն դու պիտի անես այնպես, որ ինքը քեզ այնքան սիրի, ու այնքան վստահի, որ ոչ մի գաղտնիք չունենա քեզանից։ Ես գիտեմ, որ դու դա կանես։ Ես վստահ եմ քո վրա։ Կփորձեմ, հայրիկ։
Հանմիլ ինչ ա եղել։ Քեզ երբևէ ասել են մի բան, որ համ ցավա պատճառում, համ աչքերդ է բացում։ Պաստորին քեզ նեղացրել են։ Ինքը ինձ ասեց, որ ես նորմալ կյանք չունեմ, ու ոչ էլ նորմալ ընկերներ։ Որ իմ ունեցածը մենակ մորս ստվերն է։ Իսկ ինքը գիտի դու ով ես։ Հա, գիտի։ Պաստորին ինքը իսկական հերոս է, որ գիտի դու ով ես ու տենց բան է ասել։ Գուցե ինքը ճիշտ է։ Գուցե ես իրոք ապրում եմ ստվերում, որը իմը չի։ Շատ անգամ բարերը կարող են ցավացնել, բայց նաև բուժել։ Բայց եթե ինքը այդքան համարձակություններ քեզ տենց բան ասել, իրան ձեռքիցդ բաց մի թող։ Կուլուքսում արդեն գործում է Artas ռոբոտը, աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը մեկ օրում կվերականգնի ձեր սեփական մազերը, վերջ ճաղատությանը եւ քաջալությանը։ Պատկերացրեք առավոտ զարթնեք, տեսնեք ձեր սեփական մազերը աճել են նորից։ Չէի կուզի, բա հիմա կարող եք ուզել։ Զանգեք 818-418-1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի, մաչելի գնով մեկ օրում։ Ձեր սեփական մազերն են աճելու, երաշխավորված։ Զանգեք 818-418-1111։ Որ հայավարի տանը դու մարդ հյուրասիր ես, ասենք որտեղից թարմը թերքներ կարաս ճարես, միլ բան ճարեղեն նուլիքը տարբեր խմիչքը, կապահով են քո մենյուի մտքի թռիչքը, քեզ միշտ կօգնի մելեն ու բոլան վերջ պարկինգը, առանց մունաթը հայ կնոջ դանդաղ շոփինգը, ընտանեկան մթնոլորտ է գները ցածր, սերվիսը թույն մարդիկ միշտ գոհ որակը բարձր։ Come on everybody, էստի սուպերմարկետ դու արի, սուպերմարկետ էստի, էստի համեցեք դուք միշտ։ Come on everybody, էստի սուպերմարկետ դու արի, սուպերմարկետ էստի, էստի համեցեք դուք միշտ։ Ձեր ժպիտը մեր մասնագիտությունն է։ Design Your Smile-ում մենք բուժում ենք ոչ միայն ատամները, այլ նաև վախը, անհանգստությունը եւ կասկածները։ Աշխատում ենք բարձրակարգ տեխնիկայով, նորագույն մեթոդներով եւ անհատական մոտեցմամբ։ Մենք առաջարկում ենք թերապևտիկ եւ էսթետիկ ատամնաբուժություն, իմպլանտներ եւ պրոթեզավորում, սպիտակեցում եւ շտկում, ցավազերծ միջամտություններ։ Design Your Smile, մասնագիտություն, որ խոսում է ժպիտով։ Օմորֆիա, քո փայլը սկսվում է հենց այստեղ։ Անգամ ամենահասարակ օրը կարող է դառնալ հատուկ, երբ քեզ նայում ես հայելու մեջ ու ժպտում։ Մազերի փայլ, մաշկի նուրբ շող, նուրբ ձեռքեր, ամեն բան լիարժեք լինելու զգացողության համար։ Օմորֆիա սրահում գեղեցկությունը չի պարտադրվում, այն բացվում է քո բնականությամբ։ Մենք պարզապես ընդգծում ենք այն, ինչը արդեն կա քո մեջ։ Թող քո գեղեցկությունը խոսի առանց բառերի։ Օմորֆիա, քեզ նվիրված վայրկյաններ։ Les chansons. Կան օրեր, որոնք պետք է յուրահատուկ լինեն։ Լուսավոր, հագեցած ու ճաշակով։ Սրահ, որտեղ ամեն ինչ մտածված է հենց քո օրվա համար։ Նրբագեղ դիզայն, հաճելի երաժշտություն եւ բացառիկ մթնոլորտ։ Թող տոնը լինի ոչ միայն գեղեցիկ, այլ անմոռանալի։ Les chansons. Երբ տոնը դառնում է զգացողություն։ Գալուգա պրեմիում։ Ապահովագրեք ձեր բիզնեսը մեզ հետ։ House of Pastry, որտեղ քաղցրը պարզապես համ չէ, զգացում է։ Մեզ մոտ խմորեղենը թխվում է սիրով, ստեղծվում համի հիշողությամբ։ Յուրաքանչյուր կտոր, թարմ, նուր, բուրավե, ամեն շերտում քաղցրություն, հոգատարություն ու մի փոքր մանկություն։ Մենք պատրաստում ենք տորթեր, թխվածքներ, ռուլետներ ու քաղցր փոքրիկ պահեր ձեր եւ ձեր սիրելի ընտանիքի համար։ Ոչ միայն առիթների, այլ նաեւ հենց այնպես, օրը քաղցր դարձնելու համար։ Քաղցր օրերը սկսվում են հենց այստեղ։ Կարսի լավաշ,
այնտեղ որտեղ օրը սկսվում է թոնրի բույրով։ Փնտրում ես թարմ բուրավետ ու անկրկնելի համեր։ Կարսի լավաշում մենք ոչ միայն թխում ենք ավանդական լավաշ, այլ նաև քեզ ենք հրավիրում մի աշխարհ, որտեղ հացն ու քաղցրավենիքը ստեղծվում են սիրով ու վարպետությամբ։ Համեղ եւ թարմ լավաշների համար եւ ոչ միայն համեցեք Կարսի լավաշ եւ մենք ձեզ սիրով կսպասարկենք։ Բույրը Կարսից, համը սրտից։ Hello, my name is Mariana Sarkisian. Welcome to Little Me Learning Academy. Come on in. Hello, my name is Vera Sarkisian. I am the founder, creator, and director of our beautiful Little Me Learning Academy preschool. Թող դաշնամուրը խոսի քո փոխարեն։ Piano Masters։ Հայրիկ, կանչել էիր։ Հա, կանչել եմ։ Ես պետք է որ երկուսով քաղաքից դուրս գնաք։ Շատ կարևոր փաստաթուղթ ստորագրել։ Իսկ կոնկրետ օր Մանրամասները ընթացքում կիմանաք։ Իսկ ում հետ ենք խնքում։ Մեկի հետ ում ձեռքին այս վերջի շրջանում շատ մարդիկ են նայում։ Ես իրան չեմ ճանաչում, բայց մեզ պետք է տենց գործընկեր։ Իսկ այս մակարդակի գործարքի համար շատ քիչ տեղեկություն չունենք այդ մարդու մասին։ Հա, բայց ես աղբյուրին վստահում եմ։ Սեմ, ես քեզ վստահում եմ իմ ամենաթանկ մարդկանցից մեկին։ Միշտ Միլայի կողքը ելնես։ Գլխից մազ չպակասի։ Հասկացար։ Հասկացա։ Դե գնացեք։ Գնացեք այվոյաժ։ Տոմսերը ամրագրված են։ Մի քանի ժամից տպում եք։ Լավ։ Մենք Տոմսում էինք ամրագրած։ Ում անունով։ Միլան։ Լավ, Միլա։ Սպասեք խնդրեմ։ Անկեղծ ասես, ամեն ինչ կազմակերպել ես, որ մենակ մնանք։ Չերազես։ Ես բացարձակ չեմ պատրաստվում քո հետ ինչ որտեղ մեկնել։ Համեստություն անում։ Այո, տեսնում եմ տվյալները։ Սպասեք խնդրում եմ, հիմա մուտք հագնեմ։ Լավ։
Բարի թռիչ։ Մերսի։ Ընտրեմ։ Ստեսություն։ Անցտեսություն։ Լիլա։ Սեմ հետո, եկավ։ Բարև ձեզ։